Համար պարոն Նազարյան, առաջի հարցի հետ կապված անչափահասների թեստավորման հետ կապված ես իմ կարծիքն ասեցի, այս մասով ես հետևաբար այլ ավելացնելու բան չունեմ, մի նկատառում ուղղակի քննիչը ըստ էության իրավունք չունի իր աշխատանքից բացի նաև տաքսի վարել, որ նշեցիք տաքսի վարել, իրավունք չունի պարզապես այլ գործունեությամբ զբաղվի, այս մասով սա, բայց վերադառնանք ձեր հիմնական հարցադրմանը, պարոն Նազարյան, մենք հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ մենք հիմա ունենք նշանակված փորձաքննություններ, դատագենետիկական բնագավառի փորձաքննություններ, երբ որ առաջնային եզրակացությունների հետ կապված ըստ էության անհետ կորած զինծառայողների ծնողները համաձայն չեն եղել եւ առարկել են, այս առումով նաեւ դուք վստահ եմ տեղյակ եք, որ պետությունը զգալի ֆինանսական եւ նյութական միջոցներ է ներդրել, որպեսզի այս անձանց զոհված զինծառայողների ծնողների մասունքները ուղարկվի համապատասխան արտերկիր եւ այնտեղ ենթարկվի կրկնակի փորձաքննության, նմուշարման եւ ես չգիտեմ կա եւս մեկ այլ երկիր, մեկ այլ պետություն, որ նման միջոցներ ծախսելով չբավարարվի առաջնային փորձաքննության եզրակացությամբ եւ հսկայական գումարներ ներդնի եւ այդ ֆինանսական միջոցների արդյունքում նաեւ կան կրկնակի պատասխանները, բայց նաեւ ունենք դեպքեր ունենք, երբ որ այնուամենայնիվ ծնողները ըստ էության դարձյալ արդեն կրկնակի այդ եզրակացությունների հետ կապված դարձյալ անհամաձայնություն են հայտնում եւ այլն։ Ես սեզ նշեմ, պարոն Նազարյան, ես ձեր հարցին ուղղակի չգիտեմ ոնց պատասխանեմ, փաստացի ունենք նաև իրավիճակ, երբ որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է հնարավոր եւ անհրաժեշտ դատավարական տեսանկյունից բոլոր միջոցառումները եւ հաստատել ենք, որ այս դեպքերով ըստ էության կոնկրետ նույնականացրել ենք, բայց այնուամենայնիվ ծնողը որոշակի անհամաձայնություն է հայտնում, չի վստահում եւ նշում է, որ ըստ էության պնդում է, որ դա իր երեխայի մասունքը չէ։ Մենք դարձյալ այս դեպքերով նորից գնում ենք այլ փորձաքննություններ ենք նշանակում, այսինքն մեզնից կախված ձեռնարկում ենք հնարավոր անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի ծնողի մոտ առաջանա այդ վստահությունը, որ իրականում մասունքը կամ դիակը իրականում նույնականացված է։ Մենք նաև զուգահեռ քննություն ենք իրականացնում, ես այս վերջի ժամանակ նաև ազգային ժողովում հայտարարեցի միայն 2 ամսվա կտրվածքով, այս տարվա 2 ամսվա կտրվածքի մասին է խոսքը, կատարել ենք 300-ից ավելի քննչական գործողություններ, անհատականացրել ենք յուրաքանչյուր զինծառայողի, այսպես ասած մարտական ուղին եւ այս ընթացքում նաեւ համապատասխան կարգավիճակներ ենք տվել անձանց, ներգրավել ենք ամբողջ process-ին, ես ինքս գրեթե ամեն շաբաթ, եթե չասեմ ամեն օր ընդունում եմ զոհված զինծառայողների ծնողներին, կապ չունի ժամը, օրը, երբ գալիս են անկախ իմ ծանրաբեռնվածությունից, ես ընդունում եմ եւ դա կարծում եմ նաեւ կհավաստեն ծնողները, լսում եմ իրենց բարձրացված հարցերը, եթե կան որոշակի նկատառումներ, որոշակի գործողություններ, որոնք որ մենք կարող ենք եւ պարտավոր ենք կատարել, մենք ձեռնարկում ենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչը։ Պարոն Նազարյան, ձեր հարցի հետ կապված ընդհանրական sense ես դիտարկում կատարեմ։ Մենք ստանանք ամբողջական, որովհետև մենք ունենք հիմա նշանակված նաև փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել, երբ որ ստանանք ամբողջական փորձաքննության եզրակացությունները, նոր հասկանանք, թե այդ ձեր նշած թվից որքանն է մնում, ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն, նովս ըստ այդմ քննարկենք, այսքանը պարոն Նազարյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն ձեզ եկույցի համար, շատ մանրամասն ու